լուսամուտի հետ մի քիչ խնդրեմ ունեցա։ Պատի այս հաստությունը չբռնեց իմ նոր առածի հետ։ Նոր առած լուսամուտը ավելի հաստ պատերի համար։ Այստեղ մի քիչ փոփոխություններ անելուց հետո համարյա թե բռնում է։ Ամենը 2-3 մմ-ի տարբերություն է տալիս։ Սա հաստ է, բայց կարծում եմ, որ այս սիլը կցնելուց հետո պետք է որ լավ լինի։ Մի քանի բան եկավ, ուրեմն ռեզինը ու ջակը, ռեզինը, որը որ գնալու է այստեղ, հակառակ կողմը, սա ուրեմն այս ջակն է, որը որ պետք է փոխվի, հարցնեմ այս ընկերոջը, տեսնեմ ջակին ինչպես են ասում հայերենում, ինչպես է կոչվում car jack-ը հայերենով։ Հայերենում car jack-ը կոչվում է մեքենայի բարձրացնող կամ պարզապես բարձրացնող։ Պարզապես բարձրացնող, հետաքրքիր է։ Ուրիշ անուն ունի այդ car jack-ը, որը որ ռուսերենով դամկրատ են ասում, դամկրատ։ Այո, հասկանում եմ, ռուսերենում դամկրատը նշանակում է նույնը, հայերենում նույնպես երբեմն կարող են օգտագործել դամկրատ բառը, բայց հաճախ նաև պարզապես բարձրացնող կամ մեքենայի բարձրացնող են ասում։ Մի բան սխալ ես ասում։ Այո, ճիշտ է, այդպես էլ ավելի պարզ ու ընդհանրապես ընդունված է։ Որոշ դեպքերում նաև ուղղակի jack բառը օգտագործվում է, հատկապես տեխնիկական միջավայրում։ Այնպես որ կարելի է ասել, որ երկուսը նույնպես ընդունված են։ Այնպես որ քեզից գլուխ չհանեցի։
ոնց որ լավ վատ ինքներդ տեք։ Այս սա իմ արածը, սա իմ արածը չի, սա օրիգինալն է։ Ոնց որ հարևանս կանչեց կոֆեի, ես պետք է գնամ, ձև չի, երեկուր։ Back to work. Ոնց որ թե վերջ, կարծես թե վերջացրել եմ։ Բավականին ժամանակ քաշեց, ահագին ինձ տանջեց շատ տեղերում։ Իբր մանր բաներ են, բայց լավ էլ ժամանակ խլեց։ Քեմպինգից հետ գանք, համառոտ ցույց կտամ ընդհանուր ինչ ա արվել դուրսը ներսը, իհարկե մի հատ լավ լվալուց հետո։ Իսկ հիմա ժամանակն եկել է, որ մեր երկար սպասված քեմպինգը իրականություն դառնա։ Քեմպերը պատրաստում եմ ճանապարհորդության։ Գազը լիցքավորել եմ, ջուրը լցրել եմ, հոսանքը կա, մոտավորապես գնալու ենք 350-400 մայլ ձկնորսության, քեմպինգի։ Տարին վերջանում ամենք նորմալ ձկնորսություն հլը չենք արել, սենց ոնց կլնի, տեսնենք ես անգամ ոնց կստացվի, այն կողմերը լավ ցուրտ ալնելու կարծում եմ, որովհետև մի անգամ արդեն ձյուն ա եկել։ Նոյեմբեր ամիս 25 թիվ, վաղ առավոտյան ճանապարհ կընկնենք։ Հետո ստեղ մի հատ էլ խնդիր առաջացավ, քանի որ այս քեմպերի մեջ շատ մարդ չի կարա քնի, բայց ոնց որ մենք շատ որ ենք լնում, տղեկից մի քանիս իրանց մեքենաներով կգան։ Ուզում են Տեսլան փորձարկեն, չէ որ դրանք իրանց մեջ քեմպ մոդ ունեն։ Դե ինչ մեզ բարի ճանապարհ, բարի ժամանց, ձեզ հաճելի դիտում։
Անիր։ Այո, Ահա, եկավ, բարբարախայտ։ ապրես Տիգրան։ Շնորհակալ եմ։ Կազախայտ։ Գեղեցկություն։ Այո։ Բայ, բայ, մամա։ Ish, Carlos. Good morning. Nima? That's Tigran. Who's this? Let's What am I? Ինձ էլ բռնիր։ Օ, այդքանը կլինի։ Ողջույն։ Մեր երեխումը մնաց անցյալում, լավ հանգստացան գերներիս հետ, լավ ժամանակ անցկացրեցինք ձկնորսություն, խարույկ, կեմպինգ, ուտել խմել, ոնց որ անգլերենում են ասում, հիմա back to work, հետ եկանք աշխատանքի, կեմպերը պատրաստ է, հիմա ես ձեզ ցույց կտամ ինչ վիճակում է, ինչ է արվել, բոլոր ամեն ինչ մաքրվել է։ Վերևը սարքվեց, խնդիրները վերացվեց։ Ներքևում այս ճակը փոխվեց, լարը վերջնականապես սարքվեց։
Այս կողմում վերևը սարքվեց այդ վնասված տեղերը։ Սա, եթե հիշում եք, լուսամուտը փոխվեց։ Այս պատը շտկվեց, սա էլ էր վնասված։ Ներքևում հիմքը սարքվեց, որ վնասված էր, ու այս ռեզինը ի վերջո գտա ես eBay-ից։ Սա էլ ներսը։ Մեկ ամեն մի սարքածից վրայով չգնամ, որովհետև բավականին բաներ կար ստեղ մանր մունր։ Ընդհանուր սարքվեց, ես ուղղակի ձեզ ընդհանուր տեսքը ցույց տամ։ Գնանք դեպի ննջասենյակ։ Սա էլ ննջասենյակը։ Փոխված լուսամուտը։ Էս էլ իրա դոկումենտներն է։ Ասեք ոնց որ նոր ելնի, չէ։ Բոլոր ծախսերը միասին քամպրը վրաս նստեց 13.5 մոտավորապես, մի քիչ պլյուս մինուս։ Կասկած չունեմ, որ օգուտով կծախեմ, բայց դե տեսնենք ինչքանով։ Ամեն դեպքում սրանից ազատվենք, տեսնենք մյուս պրոջեկտը որն է։ Լավ եղեք։ Ձմեռվա տեղը ամառ եկավ, բնությունը ամեն ինչ խառնել է իրար։ Ինչևից է, գնորդը ինձ երկար սպասել չտվեց։ Քամպրը շատ արագ վաճառեցի նորապսակ զույգին, որոնք էլ խնդրեցին, որ հասցնեմ մինչև իրենց տուն, քանի որ համապատասխան մեքենա չունեն։ Հարցիս առնելու եք մեքենա, թե չէ, նրանք ասացին, որ չէ, ուղղակի ապրելու են այդ քամպերի մեջ։ Այ այդ տեղը ափսոսանքս եկավ։ Կարևորը ես իմ գումարը ստացա, մնացածն իրանց գործն է, ինչ ուզում են թող անեն։ Հիմա քամպրը շարժում եմ, որ գցեմ մեքենային։ Ծախսված գումարից 20% օգուտ ստացվեց։ Հիմա սա լավ է թե վատ, ինքներդ հաշվեք։ 3 օր 2200 մայլ ճանապարհ։ Այսքան աշխատանքը, որ ես սրա վրա տանջվեցի, որպես հաբի, ինչ որ ես եմ անում, կարծում եմ, որ նորմալ է, բայց որպես բիզնես, կարծում եմ, որ քիչ է։ Լավ, կարծես այս էպիզոդում այսքանը։ Գրանցվեք իմ նորածին ալիքին, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, տեսնենք մյուս պրոջեկտը մեր ինչ ալնում։ Like and subscribe, subscribe,